Կառավարության դեմ բողոքի ցույցերը կատաղի բախումների են վերածվել Ալբանիայում։ Առնվազն 13 մարդ է ձերբակալվել, 16 մարդ հոսպիտալացվել է այրվածքներով ու ծանր վնասվածքներով։ Վարչապետի գրասենյակի դիմաց ալբանացիները նրա հրաժարականն են պահանջում խոշոր կոռուպցիոն սկանդալից հետո։ Մոլոտովի կոկտեյլներով և ճայթուկներով Էդի Ռամայի գրասենյակի մոտ հասած ցուցարարներին ոստիկանությունն արցունքաբեր գազով ու ջրցան մեքենաներով է փորձել ցրել։ Բախումներ են եղել նաև Ալբանիայի խորհրդարանի շենքի մոտ։ Ալբանիայում քաղաքական դժգոհությունը բորբոքվել է նոյեմբերին, երբ կոռուպցիոն գործերով զբաղվող դատախազները հայտարարել են, որ երկրի փոխվարչապետ Բելինդա Բալուկուն միջամտել է շինարարական նախագծերի պետական գնումներին մի քանի ընկերությունների առավելություն տալով։ Սկանդալից հետո Բալուկուն ժամանակավոր պաշտոնան կերարվել, կարճ ժամանակ անց վարչապետի հրամանով վերականգնվել։ Կոռուպցիոն սկանդալից հետո Ալբանիայում հեղաշրջումն անխուսափելի է, ասում է բողոքի ցույցը ղեկավարող նախկին վարչապետը։ Էդի Ռաման օգտագործում է գործադիր իշխանության ամբողջ լիազորությունները, ճնշումներ է բանեցնում իրավապահների վրա։ Եվ այս ամենը իր հանցակցին պաշտպանելու համար, որպեսզի միլիոնավոր եվրոների գողության համահեղինակը շարունակի պաշտոնավարը։ Ընդդիմությունը փողոց դուրս կգա, քանի դեռ և Ռամայը և Բալուկուն չեն հեռացել։ Նախկին վարչապետի խոսքով հիմա նրանց նպատակը վարչապետին ու փոխվարչապետին անձեռնմխելիությունից զրկելն է, որպեսզի նրանք ձերբակալվեն և դատվեն պետական միջոցների չարաշահման և կաշառակերության մեղադրանքով։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։